Սիրելի եղբայրներ, ողջունեմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով եւ շնորհով։ Բարք ներածություն, որ այսօր արժանի տեսավ մեզի իրար կողքալու իր սուրբ ներկայության մեջ, իրար հետ պարապանելու, աղոթելու, լսելու իր սուրբ խոսքը։ Բոլոր բարի եկած ես եղբայրներինք, դուք եւ ձեր դիգինը բարի եկած եք, ով որ հալևեն եկել է բարի եկալ եղբայրներն ես բարդ դիրոջ որ դարձյալ միացա եղբայրներուս, քույրերուս եկեղեցին, որպեսզի միասին դեր օրհնենք։ Եկեք մոդենգայս դերոնական աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտպանությունը։ Օրհնյալ մեր Տեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Միասնաբար ընթերցենք 100-րդ Սաղմոսը։ Դրամեցեք։ Աղաղեցեք Տերոջը, ով բոլոր երկիր, ծառայեցեք Տերոջը ուրախությամբ, անոր առջև գեցեք ցնծությամբ, ջանցեք, թե Եհովան է Աստված, անիկա ստեղծեց մեզ և ոչ թե մենք անոր ժողովուրդը ու անոր արոդի ոչխարներն ենք, մտեք անոր դռները գողությամբ ու անոր սրահները օրհնությամբ, գոհացեք անգետ, օրհնեցեք անոր անունը, վասնզի Տերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է, ու անոր հավատալությունը աստղ է մինչև աստղ։ Ամեն։ Դրամեցեք։ Սերներ, այս Սաղմոսին գոչ է հավատացյալի համար, Աստծո ներկայության մեջ շնորհակալությամբ և վստահությամբ մտնելու Տիրոջ ներկայության մեջ, որովհետև նրա սերը և ողորմությունը հավիտյան է։ Եկեք մենք գոհությամբ հայտարարենք մեր Տիրոջ, որ ինք ուրախության, ցնծության, օրհնության, սիրո աղբյուր է։ Adoro,
ապամուտյամ դերերու դիրոջ, փառք տանք, որ ինք ներկա է մեր կյանքերու մեջ, փառք տանք դիրոջ, ինչ որ արած է մեր կյանքերու մեջ, որտեղ դիրոջ գործերը մեր կյանքերու մեջ մեզի համար բարի է, կատարյալ է, ամեն։ Ուրեմն մեր գենթանի Աստվածը աստեղ է։ Վարկը դիրոջ և գործե դերը մեր մեջ։ Ամեն։ Սիրելիներ 10 օրեր միասնաբար հավաքվեցանք, աղոթեցինք, ինչպես դրին աշակերտները ըստ Տեր Հիսուս Քրիստոսի պատվերին։ Հանևեի շատ գներվեի, որ պիտի չի գրնայի մասնակցել, բայց վերջը ձեր հետ անշուտ մեր եղբայրներում գիրերում, բայց փառք Տիրոջ, որ անդենան մեր ժողովարանը գդոներ, վիշադագեր, բայց սկացի, որ Աստծո հոգին ամեն դեր է։ Եթե դու ուզես Աստծո հոգին վայելել, Աստծո գենթանի գրագը վայելել ու մեջդ, դեր ամեն դեր է։ Ամեն օր գրնաս դու ու դունի մեջ հոգեկանուս դոներ։ Փառք Տիրոջ։ Անոնք միաբանությամբ աղոթեցին և խոստումին համաձայն ըստացան Սուրբ Հոգին, լեցվեցան հոգիով, անոնց կյանքերը ու ծառայությունները
արմատապես փոխվեցան, սկսան հասկանալ Տիրոջ խոսքերը, ունեցան համարձակություն քարոզելու, հրաշքներ կատարելու Հիսուսի անունով, հալածանքները սպանությունից չվախցան, իրենց կյանքը նվիրեցին Տիրոջ, սիրել իրեր, Սուրբ Հոգին նույնն է երեք այսօր եւ ավիդյա, կարող ես ըլլալ աշակերտների մեկը եւ սկսիր նոր հանգրվանիմը եւ լեցվի Սուրբ Հոգիի գրավով, բարավանե եւ խնդրե Տիրոջ մեծ զորության դրագը, մեր մեջ գործե, ապրինք, գործենք միայն Տիրոջ վարքին համար։ ամեն ինչ դերը կփոխեն եւ ամեն ինչ որ մեր մեջ մեղք է հին է դերը կփոխանցի նորով եւ լավով եւ գադարյալ
խնդրեմ եղբայր Աբոյեն, որպես մոդենա բոլորիս անոնով պարապանական աղոտ կարսացնի և պարկ դա, որ մենք ինչ որ ենք դիրոջի մոն ենք, իրմով զորավոր ենք, իրմով կկալենք և իրմով աղտական ենք։ Պարկը լակ ու զոր ներգայությանըտ մեր յանքի մեջ, մեր երկնավոր հայրը, շնորհակալ ենք Տեր, որ մեր յանքերու մեջ մեծամեծ գործերը լիր և մենք ուրախացանք, և մեծակում գործը դեր, որ լիր մեզ մեր յուրաքանչյուրս, քու որդիդ արինովը, լվալով մակրելով, քեզի արժանավոր զավակներ։ Պարկը լա դեր, որ ունենք նման աստվածմը, որ ընդունեց մեզի ինչպես որ ենք, և պարկը լա դեր, որ այսօր անգամ ևս մեզի արիտը դված ես կալուկ ու ներգայությանըտ, քեզի մեծարելու և քեզի պարավորելու։ Այո, ներարժանի ես Տեր, որ մեր յանքի ամեն մեկ վարգյանումա մեջ ով Տեր, քեզ մեծարողները լան, քու պարկըտ պատմողները լան Տեր։ Եվ այս պահվա մեջ Տեր, մեր աղոտ ու խնդրանքը այն է, որ մի անկու հոգիտ տիր է Տեր այս վայրի մեջ, մի անկու ներգայությունը տեսկանք ով Տեր մեր սրտերու մեջ, և միմյան ով Տեր քու խոսքովը ծնդինք։ Գաղոթենք Տեր, որ այս պահ ամբողջության քու ձեռքերուդ մեջ ըլա Տեր, քու հոգիտ ով Տեր իշնե և հանչի Տեր յուրաքանչյուր զավագիտ և աղախինիտ վրա Տեր, և դաս որով Տեր այսօր ով Տեր դարձյալ քեզի հանդիպելով, քեզ մեր օրհնություն վերցնելով, քու խոսքովը ով Տեր անգամ ևս մեր հոգին պետքը ստանալով անմեծ դուրս գանք ով Տեր այս հայրում։ Գաղոթենք Տեր պաշտամունքի ողջ ընթացքը Տեր, պարապանությունը, երկրպագությունը և նաև ով Տեր խոսքը, որ քեզի կպատկանի, որ քու գտե Տեր, անիկա ով Տեր հասնի մեզի ինչպես որ դու ուզես։ Եվ այս բոլորի մեջ փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին։ Հիսուսի անունով։ Ամեն։ Երրորդ եղբայր։ Երբ Սուրբ Հոգին ձեր վրա իջնե զորություն պիտի ստանաք վկաներ դառնալու։ Եկեք այս պատվերը գործադրենք խնդրելով Սուրբ Հոգիեն, որ մեզի լեցնե իր հոգիով և տապե օրհնության անձրևները մեր վրա։ Բայց սիրելիներ, մենք ալնելիք ունենք։ Մենք պիտի անցնենք մեր կյանքերը, մեր սրտերը, որպեսզի Տերը կա իր գրագովը մաքրե, սրբե, նորոգե և գործածե իր փառքին համար մեզի։ Ai
Տեր եկուն և տվիր ինձի, նորոգե ինձի, մաքրե ինձի, գիտնամ լսեմ ու ձայնդ, գիտնամ ու գամ կնիմ կյանքիս մեջ, այո Տեր, դու մեզի չոր և ծամակ չես ծկեր Տեր Հիսուս, ու քարս և քո հոգիովդ, ինչպես կչրես արդերը, կդեղան քո անձրևներդ, հոգիդ տեղացում մեր վրա Տեր Հիսուս։ Ամեն։ Մեր դիրոջ խոսքին, գենարար խոսքին, բժշկող խոսքին, մխիտարող խոսքին, հանդիմանող խոսքին և կյանք տվող խոսքին։ Ասենք Տեր, մենք ծարավ ենք խոսքին, մեր սրտերը գարոտ ենք խոսքին Տեր, լեցվելու քո սիրովդ, լեցվելու քո խոսքովդ։ Այո դեր երբ համտեսեցիք քո խոսքդ, տեսանք, որ հավիտենական կյանքի խոսքեր են, այլևս չգրցան դեր ձգել, չհամտեսել, չուզել, այլ դեր կանք և կողոքերուտքով կնստինք և կսենք դեր խոսիր մեզի։ Մեր սրդերը բացներ, մեր ականջները բացներ, մաքրել, որպեսզի դեր խոսքերը մեր սրդերում, մեր հոգիներում, մեր կյանքերում մեջ տրոշտուվի Տեր Հիսուս, որպեսզի գիտնանք ու
զուգանքը ինչ է մեզի համար։ Գաղութենք և մեր եղբայրը, որ խոսքը պիտի փոխանցե մեզի ու ցերկերու մեջ գտնվի։ Դեր գաղութենք, որ իրեն մաքրես, սրբես և իր պերի մեջ խոսքեր տնես, որ մեր գարիքն է Տեր Հիսուս, որ գեր կյանքերը պիտի փոխեն։ Վստահ եմ Տեր, ինչ որ պիտի խոսի մեր եղբայրը, որ դու իրեն սրտին վրա դրած ես որ խոսի, վստահ մեզի համար կյանք պիտի ելնա Տեր Հիսուս։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Երարյան եղբայրը, որպեսզի Երոջ խոսքը փոխանցե և երկու խոսքով ծանոթացնե իրեն և իր ծառայությունը։ Դրա եղբայր։ Ես տիպիկ հայ եմ ժողովուրդ, չեմ կրնա միկրոֆոնով այդպես խոսիլ, ես խոսիլու ժամանակ երկուց եկես մի գործած եմ, վարշ չեմ այդպես այսպես ավյան, շնորհակալ եմ դեպոլորիտ։ Ես կրնամ բարձր խոսիլ մի վաղման, շատ ծայնս շատ բարձր է, իմ ավելի բարձր է։ Դերիսյոնով գողջունեմ բոլորիդ և գմախտեմ ծեզի Պետրոս Արաքյալի խոսքերը, որ գրգեց 5 եկեցներում, 5 շրջաներում, գմախտեմ ծեզի Աստծո շնորհքը և խաղաղությունը, որպեսզի ձեր վրա ավելնա մեր Աստծուն և Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունով։ Մենք Տերոջը դունը կուքանք, որպեսզի զորանանք, որպեսզի լեցվենք, որպեսզի քաջալերվենք, իրարու մխիթարենք և ցեք-ցեկի բռնած երտանք այն ճամփան, որտեղ որ Տերը կացել է, որ ճամփան, լայն ճամփան կամ ներ ճամփան, միակ ճամփան։ Այսօր մի քանի հարցումներ մտնամ այդպես և հույս ունեմ, որ սխալ չեք պատասխանել, եթե ճիշտ պատասխանեք կշարունակեմ, սխալ պատասխանեք ու հարցրին։ Շատ լավ, մեր օրհներ բոլորիս, Տերը մեզ այսօր իր ոգիով լեցնե, իր ներկայությունը շատ շոշափելի է, Դեր օրհնե քույրերուն, որ լավ պարապանքան երկեր մեզի առաջնորդեցին, գրագի մասին խոսեցին, շատ գրագի մասին երկեցին, քիչ մտակ կսկացին, բայց շակետս չանեցին, բայց ոչինչ։ Աստված մեզի իր գրագովը միշտ լեցնե, որպեսզի վարե ավերորդ բաները։ Որպեսզի վարե ավերորդ բաները։ Շատ կարճ կուզեմ խոսիլ մանգանց ավդերանշտան ինգերակցիան մասին, CEF գազམ་ագիտության մասին, որի մեջ ծառայում ես, գինես և նաև 8 աշխատակիցներ ունենք։ Այս աշխատանքները 37 թվականին է սկսավ, 1937 թվականին, և այս տարի մեր 35 տարին է Հայաստանի մեջ։ Հայաստանի մեջ 35 տարի է որ գանք, և Տերը օրհնեց այս աշխատանքները, այս ծառայությունները շատ արագապես օրհնեց, և իր շնորհքով է, որ մենք այստեղ հասանք։ Միայն իր շնորհքով։ Չկարծեք, որ շատ հեշտ աշխատանք է, շատ վերելքներ ունեցանք, անգումներ, վայրեջքներ ունեցանք, բայց Տերը ինքը հավատարիմ մնաց, ինքը իր հավատարմությամբ մենք խոսացանք։ Ինչ կնենք մենք մանուկներուն Աստծո խոսքը կսորվեցենք, որպես իրենց մեջ Աստծո վախը լա։ Շատ բարձ է մեր գործը։ Սորվեցենք իրենց Տերոջմի վախը։ Երբ որ Տերոջմի վախը մենք հանգիստ կլանք։ Ասեք, նաև եկեղեցին Տերոջ զավակները մենք պետք է Տերոջ վախի մեջ լինենք։ Երբ որ լանք ոնդեղ ամեն բան լավ կլինի։ Ուրեմն մենք իրենց Տերոջ վախը կսորվեցնենք և իրենց գոհնենք, որպեսզի շարունակեն այդ վախի մեջ մնան։ Մեկը գա, որ մուքա իրենց ուրիշ գերց վախեր կպերը, գոհնենք, որպեսզի չհավատան իրեն, հապա մնան այդ ճշմարիտ վախի մեջ։ Ուրեմն դարբեր ծառայություններ կնենք Հայաստանի մեջ թեմանուկների և տեբադանների հետ, և բոլորի մասին չեմ ուզել խոսել, մեկ ծառայության մասին, որ մոտ օրերս պիտի ունենանք, հատոր մասին ուզեմ կարճ ակնարկել, ունենք ջամբարներ, ինչպես Սուրիայի մեջ բանակներ գսենք, ջամբարներ ունենք 6 շաբաթներ, 3 շաբաթ մանուկներով համար, 3 շաբաթ գրծեր բադաներով համար, և ինչպիսի մամուր կպերենք երկու տեսակի մամուր, թե հավատացյալ Տերոջը զավակներ, Տերոջը կսիրեն, և թե նաև մամուր, որ Տերոջը չեն ճանչնալ, շատ կնան խոսիր այս ծառայության մասին, շատ չի վերջանան, բայց ես չեմ ձեր ժամանակը չհրաշայել այսօր, միայն խնդրանք մունի պիտի խնդրեմ աղոթեք, որտև այս ջամբարները մեզի համար խաղ ու բար չէ, բզդիկներ չենք բերել, որ իրենց սպավեցնենք, մամաները հանգստանան մեկ շաբաթ, ոչ, մենք իրենց հետ հոգևոր բայկարի մեջ ենք,
մենք իրենց դերոջը ճամփաները կսորվեցնենք եւ գիտեք մարդկության եւ Աստծո ճշտամին ինքն է ինչ որ բաներ կգուզե ընդ եւ բաները իհարկե մենք կհավատանք որ դերը կպաշտպանեն մեզ դերոջը պաշտպանության դագին ադիգանյու չէ բայց հակառակությունները շատ են Մի խնդրեմ, որ աղոթեք այս աշխատանքներով, մենք հունիս 29-ը կսկսենք, մինչև օգոստոս 7-ը, առաջին քիծը բիդելանք, 6 շաբաթներ եւ կհավատամ, որ եկեղեցին նաեւ մեր կողքը բիդելա եւ մեր մեջ կպիտի ապրում այ, որպես ամուր հենարա։ Ցես կրնանք վստահել։ Ասեք դերոջ շնորհքով այո։ Այո, դերոջ շնորհքով։ Շատ լավ։ Եկեք բանանք մեր աստվածաշունչերը, ուրեմն կորց առաքելության այսօր միասին պիտի խորհրդածենք, մտածենք Եվ այս շաբաթվա մենք Սուրբ Հոգի հոգեկալուստը գտոնեինք, որ օգնություն եղավ եկեղեցի համար եւ կարծես թե եկեղեցի նորը սկսավ եւ շատ կարեւոր է հոգեկալուստի օրերը ճիշտ ապրենք եւ նաեւ հասկանանք այն հոգին, որ Աստված մեզի ղրգած է, ինչպիսի հոգի մնա։ Ինչու ղրգեց դերը Սուրբ Հոգին որպես ինչ ընեն։ Շատ բաներ ունի Սուրբ Հոգին, Սուրբ Հոգի կորձի մասին եթե խոսենք մենք, բայց հիմա ադի չէ մեր նյութը։ Մեր նյութը պիտի լա Սուրբ Հոգի կորձերի մեկի մասին։ Ուրեմն, երբ որ աշակերտները հավաքված էին, նեղություններ ունեին, հալածանքներ ունեին, բռնեցին աշակերտներով, հանդեպտերին, հրդեցին, հետոքացին, հավաքվեցան, աղոթք կրին, ուրեմն կորձ առաքելոց 4-րդ գլուխը 30-ին պիտի գարտամ մինչև 5-րդ գլուխ 11-րդ համարը։ Իսկ տեսեք, թե ինչ տեղի ունեցավ եւ եկեղեցի մեջ ինչ դեպքեր եղավ, լավ։ Ուրեմն գսել 31-ը պիտի գարտամ, երբ անոնք աղոթք կրին, շարժեցավ այնտեղը, որ հավաքված էին եւ ամենքը Սուրբ Հոգիով լեցվեցան ու Աստծո խոսքը համարձակ կխոսեին։ Մենք որպես հավատացյալներ, բրգվածներ, լուսավորվածներ մենք գարիք ունենք ամեն օր Սուրբ Հոգի լեցունությանը, ամեն վարյան, մենք պետք է միշտ Սուրբ Հոգիով լեցված ենք, ոչ թե արիթ, հոգեկալստին, զատիգին, չէ, միշտ հավատացյալը պետք է Սուրբ Հոգիով լեցված է, Սուրբ Հոգիով լեցված կնշանակի Սուրբ Հոգիեն դարավարվող, ինչպես նավակը, որ Արագաստ ունի, Արագաստ երբ որ կփանաս եւ քամի ուկա եւ կպչա նավակին, Ուր որ պչե նավակը հոնկեր տա, այդպես է Սուրբ Հոգին, այդպես հավատացյալի կյանքի մեջ կգործեն։ Հատուկ սկացություններ չեն, հատուկ ինչ-որ կերպնական բաներ չեն, շատ բարձ։ Երբ որ մենք Աստծո խոսքին կհնազանդվենք, հնազանդության կյանքով գաբրենք, սա բացի որ մենք Սուրբ Հոգիով լեցված ենք։ Դերը ուզում որ մենք ամեն օր Սուրբ Հոգիով լեցված։ Երբ որ աշակերտները գաղութեին Սուրբ Հոգին եկավ եւ լեցուց իրենց եւ շարունակեցին իրենց համարձակ գործը Աստծո խոսքը կկարոզեին։ Ուրեմն շարունակենք 32-րդ համարը եւ հավատացյալներու բազմությունը մեկ սիրտ ու մեկ հոգի էին, անոնցում մեկը չէր ասել իր ստացվածները մեկուն համար, թե իրն է, հավա իրենց ամեն բաները հասարակած կսեվեին։ Առաքյալները մեծ զորությունով վկա էին Հիսուսի հարությանը, անոնց ամենուն վրա մեծ շնորհ կա։ 34-րդ համարը, անոնց մեջ գարոտություն քաշողը չկար, բացի անոնք, որ ակարակներու կամ տուներու դեր էին, գծախեին եւ ծախվածներու քիները գպերեին, վարակյանու ոտքը գտնեին եւ ամենուն իր գարոտության նայելով կբաժնվեր։ Եվ Պովսես, որ Բարակյաները Բարնաբաս մագամեցավ, որ գտակնավի մխիթարության որդի, Ղելդացի ծնունդով Գիբրացի ակարակն ուներ, ձախեց ուստակը բերավ Բարակյաներու ոտքը դրավ։ Բայց, ինչ ըրավ այս պայծը։ Երանի բադմությունոս վերջանալ պագեին, պայծ է, պայծ, ուգաս այնքան խեղեցիք է, պայծ է, մարդմը, Անանիա անունով, իր գնոջը Սապիրայի հետ ստացված մծախեց։ Գերիվ մի կան ստացված ունեն, իրենց մեկ հատ ծախեց, գերիվ այդպես։ Անոր կինը խորեց, միջ կինը գիտեր, որ միայն մեկ մասը բերավ առաքյաներու ոտքը դրավ։ Գեսը բերավ, մեկ երորդը բերավ, չեն գիտեր, բերավ։ Եվ Պետրոսը սավ, Անանիա, ինչու սատանան քո սիրտը լեցուց, որ դու Սուրբ Հոգին սուտ խոսիս ու ակարակի կինեն խորես։ Չէ որ քուք դեր այն, քանի որ գեցեր է ու ծախված գեցեր է ու ձախված ար, քո իշխանության դագեր, ինչու քո սրիտ մեջ այս բանը գրիր։
ոչ թե մարդոց սուտ խոսեցար, հապա Աստծո։ Եվ Անանիա այս խոսքերը լսելով ինգավ ու հոգի տվավ եւ մեծ վախ ինգավ ամենուն վրա, որոնք ասիգա լսեցին, ու երդասարտները ելան ու պատանքով պատեցին զանիգա եւ դուրս հանելով տաղեցին։ 3 ժամում չափ անցավ եւ գինը չգիտնալով ինչ որ եղել էր ներս մտավ։ Պետրոսը սավանելով «Էսե ինձ, ակարագը այն չափով, այն չափ քնով ձախեցիք»։ Անանը սավ «Այո, այն չափ»։ Պետրոսը սավանով «Այդ ինչ է, որ դուք միապանեցաք Տերոջ ոգին փորձելով։ Ահա քո այրը թաղողներու ոտքերը տրանքով են, քեզ դուրս պիտի հանեն»։ Եվ իսկույն գինը անոր ոտքերուն տակ ընկավ ու հոգի տվավ, եւ երդասարտները ներս մտնելով զանիգա մեռած կդան ու հանեցին եւ իր երգան ու փով թաղեցին։ Եվ մեծ վախ եղավ այս անգամ Իսրայելի խոսքը ինգավ բոլոր եկեցին վրա եւ ամենուն վրա որ այս բաները լսեցին։ Հավատացյալները մեծ սիրո շարժման մեջ էին։ 20,000-ի չափ հավատացյալներ դերոջ եկան, իսկապես վերստին ծնունդ ունեցան, Սուրբ Հոգին նոր շրջանը սկսավ, վերստին ծնունդի շրջանը սկսավ։ Եվ Աստծո խոսքը գսե եկեղեցի մեջ ինչ կար, սիրո միապանության հոգին կար։ Բոլորը մեկ սիրտ եւ մեկ հոգի էին։ Արդյոք այս մեկ սիրտ, մեկ հոգի միայն այդ ժամանակվա համար էր։ Ոչ։ Նույն հոգին որ տվավ այս մեկ սիրտ, մեկ հոգին, նույն հոգին հիմա էր կապրի։ Մեր մեջ կապրի, ուղղակի պետք է մեկ հասկանանք, գիտակցենք եւ հնազանդվենք այդ հոգին։ Ուրեմն գսե մեկ սիրտ եւ մեկ հոգի էին եւ Աստված կարող էր այս մեկ սիրտ եւ մեկ հոգի եկեղեցին կործածել որպես կործիկ խավար աշխարհին համար լույս տարածել։ Ուրեմն եկեղեցին երկրի վրա մեծ կործիկ մնա խավարը ծրելու։ Եվ Աստված ուզի այս կործիկը լավ ձևով օգտագործել։ Ուրեմն երբ որ Սուրբ Հոգին եկավ, մեծ շարժ եղավ երկրի վրա։ Աստված քարեղեն սրտերը փոխեց եւ ինչպիսի սրտեր փոխեց դրա մարմեղեն սրտերը, մսեղեն սրտերը։ Աստծո եւ մարդուց տշնամին, որը երբեք ուրախ չէր, ասական գաթխեցավ, չէր գիտեր ինչ կդա։ Ինք ամեն բան չգիտեր ժողովուրդ, չկարծեք որ Սատանան ամեն բան գիտեր։ Բրգության ծրագրեն խաղապար չունի։ Գիենթատրեք, գարձե բաներմը, չեմ եթե դերը արիտ մտավորը, եթե արիտ ունանք գսերնենք ով է Սատանան իրականության մեջ։ Ինք արդյոք ամեն բան գիտեր, գասկնա մեր աղոտներ արդյոք գիտեր, գլսե։ Ինք ամեն բան չգիտեր, եթե ամեն բան գիտներ, ամենակետ գլար Աստված կդարձար։ Ինքը չէր գիտեր ինչ է գլար, բայց ինքը լավ վերլուծաբան է, անալիտիկ է։ Գնայի գվերլուծի եւ գկիտարան գենթատրե։ Ադամը այդեն բախնակ պետք չունի։ Համարցակ երթան։ Մեր լեզու շատ անգամ չի հասկանար։ Մեր աղոտներ շատ անգամ չգիտեր ինչ մենք աղոտենք։ Անգամ եթե բարձրացանա գաղոտենք, իրեն համար չինարեն չի հասկանար չինարեն։ Ինչպես օրինակ ինքը դասունա չինարեն, մադամ մաս չեմ ասել։ Բաղի մեզի դեսմեք ես չինարեն չեմ ասում, մեկի չինարեն աղոտես բամը չեմ հասկանա։ Ինքը ամեն բան չգիտեր։ Քախնիկները որադոր մասի մա չեն ուզել խոսի։ Ուրեմն այս մարդկության եւ Աստծո տշնամին ինչ մտածեց, սա որ երթամ եւ նեղեմ ասի եկեցի։ Այս շարժումը մարեն ամենքնով։ Եկավ նեղելու ավելի դարածվեցավ, ավելի շատացավ։ Դեսա որ դրսի հալածանքները այս եկեցին չգնալ մարեն։ Ինչ հրավ ներսեն սկսավ աշխատել։ Այս է դարձավ։ Եկեցին կքանթվի ներսեն։ Այսօր մեր նյութը եկեցին Աստծո հնագության վայրը։ Աստված արդյոք գաբրի մեր եկեցի մեջ։ Ոչ թե շենքի մեջ, չէ, մեր մեջ, մենք որպես Աստծո ժողովուրդինքը մեր մեջ գաբրի կամ չէ։ Ուրեմն, երբ որ չգրծավ, սկսավ ներսեն կանտեվ, առաջին մեղքը բերավ եկեցի մեջ դրավ, առաջին մեղքը։ Բայց Աստված, որ մեծ էր ողորմությամբ, այս եկեցին արժանքնով չքնեց, մեզի մեղքի շուգային քնեց մեծ քին վճարեց մեզի համար, իր որդուն քինը դվավ, ամենամեծ քինը, եւ Աստված լուր չմնաց, եւ Աստված այնպես հրա, որ եկեցի միջև մաթիմանա։ Ուրեմն Աստծո շնորհքով է որ մենք գանք։ Ղուկաս առաքյալը այս մեղքը չթաքցրեց 5-րդ համարի մեջ որ գարտականության մասին չուզեց ռոմանտիկ ցևով ներկայացնել եկեցին, ես շատ անգամ կբացմենք, ասեմ ինչպես է ցեր եկեցին, կփորձենք այդ մինուսները ծածկենք, մութ բաները, օ մեր եկեցին, այդպես կներկայացենք, այդպես կբացմենք, մարդկանց ախորժակը կփանանք։ Մենք պետք է խոսենք ինչպես որ կա։ Անկամ ես մենք կհարցնենք, ինչպես է լավ ես, Փառք Աստծո լավ է, բայց դու դժոխքի խորքերի մեջ գդարավից որ։
Սորվին անգեզություն, սորվին ճշմարտախոսություն, ասի դերոջ զավակներու հատկությունները մեկը։ Եթե լավ չես ասել, եղբայրս քունտես ես լավ չեմ սկար, գրնաս ինձ համար աղոթել։ Եթե իսկապես դու դհարսես իմ որբեսությանս մասին անգեզության, լավ չեմ, աղոթել ինձ համար։ Մենք որպես Աստծո զավակներ պետք է ճշմարտախոս լինենք։ Ուրեմն եկեղեցին դատարյալ մարդկանց վայրը չէ, հապա դատարյալությամբ ապրող մարդկանց վայրն է։ Մենք եկեղեցի մեջ կտեսնենք դգարներ, թույլեր, մարդիկ ովքեր կան բուժման կարիք ունին, հոգևորապես կոդրված են, գերագրման կարիք ունին։ Ադորնա ուտանք եկեղեցի դերոջը դուն որպեսզի մեր հոգիները սնվին։ Աստված երեցներ տված եկեղեցի մեջ եւ իրենց ուզել կործածել, ցես գերակրելու համար։ Եվ աղոթքս եւ փապակս եւ իմ հույսս այն է որ երեսներ ցեզի համով գերակրներ կտա։ Հույս ունիմ ամեն անգամ գրեչկա ցես չդա։ Ամեն գերակի համով ջող գերակունեց ցեզի կպատասխանի որ ցեր հոգիները զորանան եւ կարողանան առաջ ետ։ Գրեչկա մեջ բան չի կա, մեկ գրեչկա գալելի է, բայց նույն գրեչկան ամեն անգամ ուտել լավ բան չէ։ Ուրեմն Բողոս Արաքյան շատ հոգնեցավ եկեղեցի վրա։ Հատկապես Գորոնտոսի եկեղեցին իրեն մեկ սուրյացած հոգին հանեց, մուխ մարավ։ Ասկեչ մարդը ինչեր եղավ իր գլխում, ցավ ուներ, ինչ էր նպատակը, որպես եկեղեցին գազմվեր եւ Քրիստոսանման լար։ Մեր եկեղեցին աշխատանք ունի։ Մեր վատ աշխատին, գաղութեն, գուլան, սուկը կաշեն, ովքեր որ բաղեր են, որպես ինչ լա, եկեղեցին ինչ լա, Քրիստոսի նման լա։ Բայց եկեղեցի մեջ նաեւ մարդիկ կան, որ շատ գարձրացած են։ Դարիներով հավատացյալ են, ինչ գնես չնես չեն փոխվի։ Կան այդպիսի մարդիկ, եկեք իրենց ընդունենք, բայց իրենց սիրով ընդունենք։ Երբ որ իրենց հետ կխոսենք, գուզենք որ իրենք շտկվին, մեզ ուքան գսեն ինձ ընդունել ինչպես որ կամ։ Ես այդպիսին եմ, չեմ փոխվի։ Քիչ մը ճիշտ է արդայությունը, շատ մարմնավոր է, շատ ոչ աստվածահաճո խոսքեր են, ավելի լավ էս գուզեմ փոխվի։ Օգնեցի որ փոխին եւ ուրիշ ձևով պետք է մոդենալ այս հարցին։ 30-րդ համարի մեջ երբ որ գարտան դեսե արաքյանները մեծ զորությունով վկա են Հիսուսի հարությանը, անոնց ամենուր վրա մեծ շնորհք մգա։ Եկեցին այնտեղն է որտեղ Աստծո շնորհքը գաբրի։ Մենք շնորհքով մի դառնանք։ Շնորհքի մեջ պետք է ապրենք։ Եվ շնորհքի մեջ ապրելով պետք է առաջերտանք։ Գիտեք Ֆիլիպեցիս 2:2-ի մեջ շատ գեղեցիկ բան կա խոսի եկեղեցի մասին գսե իմ ուրախությունս Պողոս գսելեցուցեք նույն խորհուրդը ունենալով եւ նաեւ միևնույն սեր ունենալով մեկ շունչ եւ մեկ մտածում։ Շատ կարեւոր է որ եկեղեցի մեջ ունենանք միևնույն միտքը, միևնույն շունչը, միևնույն հոգին։ Առաջին Կորինթացիս 1:10-ի մեջ գսե միևնույն խոսք ունեցեք, որպեսզի գսե երբարագություններ չլան ցեր մեջ։ Միևնույն խոսք ունեցեք, միևնույն գսե միտք ունեցեք, միևնույն խորհուրդը, որպեսզի դուք հաստատուն ըլլաք։ Գիտեք որ եկեղեցին ունենա այս հոգին, այս միապանության հոգին ամուր եւ հաստատուն գլա։ Եվ զորավոր փորձիկ մը գլա դերոջ ցերքերի մեջ։ Իսկ երբ որ երկարագություններ գնան եկեղեցի մեջ, մեկ գաքս ես Աբողոսյանն եմ, ես Ավոյի խումբեն եմ, ես Հակոբյանն եմ, ես Վարդանյանն եմ, ասենք դրեր կաններ գնամ այնպես բաժանում գնա եկեղեցի մեջ։ Եկեղեցին Քրիստոսին է։ Ոչ ես իմ կյանքս դեպեր եկեղեցի համար, ոչ Ավո եղբայրը, ոչ Հակոբ եղբայրը, ոչ Վարդան եղբայրը, ոչ մեկս։ Եկեղեցին Քրիստոսին է, Աստծուն է եկեղեցին։ Եվ մենք պետք է այս ճշմարտությունը շատ լավ հասկանանք եւ ասկան մեր մտքի մեջ շատ լավ ունենանք։ Ուրեմն եկեղեցու սկիզբը շատ լավ էր։ Ուրեմն այստեղ երբ որ գարտանք 36-րդ համարի մեջ ասե երբ Հովսես անունով մեկը գա Արաքյանները գսե իրեն Բարնաբաս գսեին, որը գոչվեր մխիթարության որդի գսե Ղևդացի մներ, ակարագուն էր։ Մենք գիտենք որ Ղևդացիները պետք չէ երկրի վրա ինչ որ գույք ունենան, ըստ 5 դրագրանի, բայց այս մարդը ուներ։ Այս մարդը այցելվեցավ դերոջմե եւ ինքն ար սուրբ ոգիով լեցված էր եւ քայլ մըրա։ Երբ որ մենք սուրբ ոգիով շարժված քայլեր գնենք, այդ քայլերը օրդված քայլեր են։ Չվախնանք, չերմդենք։ Սուրբ ոգին որ մեզի գարաշոկե բանի ուրեմն ճիշտ է։ Եղավ, ուրեմն ինչ հրավասիկա, ելավ ակարակ մուներ, ծախեց եւ գումարը բոլորը բերավ, դրավ աշակերտներու ոտքի տակ։ Ուրեմն այս քայլը որ ինքը ըրավ շատ ողջամիտ քայլ մներ, բայց Ղուգաս Աբեդարանի այստեղ չգեցավ։ Ուրեմն մեզի ցույց կտա երկու տեսակի մարդկանց մասին։ Մարդիկ ովքեր որ սուրբ ոգիով կարաշնորթվին,
Սուրբ Հոգիեն առաջնորդված քայլեր գնեն եւ մարդիկ ովքեր որ մարմնավոր ցեղով քանեն եւ ավելի վատ սատանայի հոգիեն առաջնորդվի։ Ուրեմն մենք կտեսնենք Անանիա անով մեկը կհանդիպի։ Ով էր այս Անանիան? Անանիա կնշանակե ողորմության որդի։ Այս մարդը իր անունով չապրեցավ։ Իր անունով չապրեցավ եւ գիմը ուներ Սապիրա անունով։ Սապիրան թանկարժեք քարմն է։ Գնաք անուն Մարգարիտ տնենք, գնաք անունը չեմ, անունը դրեք, գնաք Մարգարիտ քույրս։ Հիմա հավատացյալ չեն եք այս նյութը չկնարիք, որտեղ ասիգա չեն նյութը։ Իրենք եկեցի մեջ են եւ իրենք ուզեցին փամ մնեն։ Իրենց նպատակն էր նմանվեն Հովսեսին։ Բայց գիտեք ամեն զոհողություն, որ կբերենք Աստծո առջև, բոլոր չէ որ ընդունել եմ Աստծո։ Նայած ինչպիսի հոգիով եւ ինչպիսի շարժարիտով կբերես։ Գայեն Աբելը իր երկնար զոհ բերել։ Աստված Աբելի զոհը ընդունեց, Գայնի զոհը չընդունեց, մերժեց, որովհետեւ Աստծո ուզածով չբերավ Գայենը։ Եթե Աստծո ուզածով բերել են ընդունել։ Ուրեմն Աստված Հովսեսի զոհը ընդունեց, որովհետեւ մաքուր սրտով era, հոգիով լեցված era։ Իսկ երբ որ գուքանք Անանիային, ինչ կտեսնենք, Աստծո խոսքը մեզի գսե, որ ինքը սատանան իր սիրտը վերցուց եւ սատանայի հոգիեն թրթված քայլն արա։ Ինչ արավ այս մարդը? Ակարակ ուներ, ծախեց, վերավ ինքն աշակերտներու ոտքերու առջև դրավ գումարը։ Հիմա սխալը ինչի մեջ էր։ Տրամը տենելու մեջն էր, գեստ տրամը տենելու մեջ էր, արդյոք գեստ վրա տրամը բերավ ադորմարը Պետրոս նեղվեցավ, բերես կոնե բոլորը բերել, այդ մյուս գեսը ուր տիր, բանկի մեջ տիր, ուշտ բաներ իր։ Խնդիրը ոչ թե գեսը բերելու մեջ էր, գնաք համը չբերել։ Խնդիրը սուտ խոսելու մեջ էր, գեղձիկի մեջ էր։ Հաջորդը եկեղեցի մեջ սուդությունը պետք է բացակայի։ Եղբայրներ, քույրեր, իրար հետ պետք է ճշմարտությամբ խոսի։ Սուդերը երիք չեմ մտել, սդախոսը երիք չեմ մտել, սդախոսներու հայրը ով է։ Մենք ինչ գործունիկ ելը։ Մենք այդպիսի հայր մեջ ունենք, մեր հայրը ինքը չէ, այդ ցավոք սրտի եկեղեցի մեջ սդախոսություն կա։ Ցավոք սրտի եկեղեցի մեջ գեղձավորություն կա։ Բարեսիեցիական հոգի կա։ Այդ խմորը կա, որ որոշները գուդեն այդ խմորը։ Եվ այդպես կապրեն։ Արդյոք եկեղեցին այդպես պետք է լա։ Ոչ։ Ոչ եկեղեցին Աստծո քեղեցիկ հարսն է, որ իր արյունով արավ։ Եկեղեցին հիմքը, գիտեք ով է, Տեր Քրիստոս ինքն է։ Կգարտան առաջին Կորինթացիս 3:11-ի մեջ կսե, վասնզի մեկը այլ ուրիշ հիմք չի կրնար տնել տրված են ձա, որն է Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն Տեր Հիսուս ինքը հիմքն է եւ եկեղեցին շինված է առաքյաներու եւ մարգարեներու վարդապետության վրա։ Եվ միջև նույն հոգիով եկեցին առաջ կերտա։ Ուրեմն շատ ուզգուշ պետք է լանք եղբայրներ քույրեր։ Եկեցին խաղելու, հավաքվելու, դե ժամանակ ունենք գնամ քիչ մի եկեցի, չէ, տեսելի լավը դեռ չէ։ Դերոջը ներկայության վայր։ Աստված հոն ներկա է օրհնելու եւ բաշխվելու։ Ուրեմն երբ որ մենք գաբրենք աստվածաշնչյան հոգիով, Աստված երկինքի թուրեր եւ պատմաններ մեր առջև կփանա։ Չի գնա կոց մնա։ Երկինքը գարցականք է։ Եվ հետաքրքիր է, որ աշակերտները մեկ սրտով, մեկ հոգիով դերոջը հետ էին, խոսքը գաջեր, իրենք հոգիով լեցված են, գիտեք ինչ կլա, Գործ Առաքելոց 2:47-ի մեջ կսե, դերը օրե-օր փրկվածներ դավեցներ եկեցի կա։ Դերը օրե-օր եկեցի անդամները կշացներ։ Ասել իր նպատակը, քիչ ենք եկեցիով, ինչ ասիկա։ Երտանք բամը ենք եկեցի շացենք։ Երտանք ինչ բլղուր շակար ձեր պրինցիպան բաժնենք, մարդկանց սպանենք, հրավուրենք, գրավենք, ու չմիլեցվի ասատոն, աս ինչ է դիջակես։ Ամոթ ասկան դեր բարձել ենք, եկեղեցին գոչված է, որպես երկա ավետարանը դա, մաքուր ավետարանը, ոչ թե խարտախված, մաքուր ավետարանը։ Եվ ադոր որպես արդյունք, Աստված ինքն է դու փորձել, փրկվածելու թիվը զավերցնել։ Գիտեք, պատմական մաս կգուզեմ ցեզ ասել, ուրեմն երբ որ Պենտեկոստի օրերն էր, որ հрьяաները եկած են որպեսի Պենտեկոստեն դոնեին, եւ այս արտությունը եղավ, շարժում եղավ, քրիստոնյաները դերոջը եկան, շատերը հոմ մնացին, չքացին, ետ չքացին, որովհետեւ Տեր Սուրբ Հոգին իրենց վրա աշխատել, իր աշխատել։
Հիմա ցեզի քիչ մտածեմ թե ինչ դեր ունեցավ, ուրեմն մնացին այդտեղ եղբայրները իրենց քուրերը բացին, եկեցին շատ 20,000 հոգի, ասոնց գերակրել պետք է, տեղավորել պետք է, հոգտանել պետք է, ուրեմն եղբայրները ինչ էին, ով որ դուն ուներ, ակարակ ուներ, ավելորդ գնաց ծախեց եւ աշակերտներու ոտքի առջև տնեցի, որ օգտագործեք, որովհետեւ ժողովուրդը գերակրել։ Հիմա այդպես պիտի չշարունակվեր։ Սուրբ ոգին իր իմաստունով այդպես ծրագրած էր։ Եվ մենք երբ որ բանությունը կշարունակենք, կտեսնենք, որ երբ որ նեղություն եղավ, Հրեաստանից ինչ եղան ասում, ծրվեցան, բարակ ցերկով ծրվեցան, լեցված ծրվեցան, հոգիով լեցված ծրվեցան, եւ ինչ էին ամբողջ աշխարհը դատն ու վրա էին, ավետարանը դարին։ Ուրեմն դանելու համար պետք է իրենք մի քիչ ժամանակ պետք է գերակրվեին, իրենց հոգ դարվեն, իրենց խնամ պետք է լավ, որպես իրենք պատրաստվեին այդ մեծ առաքելության համար։ Ուրեմն ինչ եղավ այս էր Սուրբ Հոգի իմաստուն քայլը, որ աշակերտներուն այդպես հոգ դարվեցան։ Գիտեք, ովքեր որ զոհություն գնային, իրենց զոհությունը որ գնային ոչ թե գիսատ սրտով գնային, հոժարությամբ գնային, ամբողջ սրտով գնային։ Եվ իրենք այս հավատքով գնային, ասենք, անինչ որ ինձի դու պատկանի, ադիկա դեր քեզի կպատկանի։ Եվ դեր անինչ որ ես հիմա ունիմ, ես ունեցվածքիս վրա բարի դնդես կուզեմ լալ։ Իրենք կհավատային, որ ինչ որ են ամբողջովին դերոջն են։ Այս հոգին դերով ուզի եկեցի մեջ տեսնան։ Չուզել տեսնան իրենք գես սրտով ծառայող ուներ։ Գես սրտով, գիսած սրտով։ Աստված չուզեր մեր սրտի մեջ ինչ որ բաժնեդեր մելա, մեր սրտի մեջ մի ասենք 50% կամ 30% իրեն կան։ Աստված ուզեր մեր սրտի ամբողջ դերը դա։ Աստված բաժնեդերը չուզեր։ Աստված կամ ինքը, կամ ոչ, ներկա չէր։ Ուրեմն թող մի որոշես, եկեղեցի մեջ Աստված իմ կյանքից մեջ ամբողջովին ինքը դեր է կամ չէ։ Ուրեմն այս հավատացյալները այսպիսի հոգի ունեին եւ գային հավատացյալ, որ միջև հիմա նեղություններով կանցին։ Շատ բաներ գործունեություն, դու կար Սուրյան Հոսեգա, որոշ լավ կյանքի վարժված եք, եկապավան նեղություններ ունեցած միջև դերը ցեզի այստեղ հասցուց։ Եվ նաև գտեսնենք մեր Ղարաբաղի եղբայրները բավականին նեղություններով կանցին, ամեն բան ցկեցին, գործունեություն, անիրավ ցևով եղավ։ Իսկ Ղարաբաղն է ցկեի կոնած մարդիկ ապրել, ինչ խաղացին, ցկեցին։ Լավ, կանոնով չենք սպառվի, բայց գտեսնենք, որ անիրավությունը շատ է։ Եբրայեցիս 10:34-ի մեջ կսե, ձեր ստացվածքին գողոպտվելը, ես ատի գողոպտվի կտեսնեմ։ Իրավունքով չէր։ Աստված ասա, հացեք ապրեք ամբողջ երկիրը ծերն է։ Մեղավոր մարդիկ գդրդեցին երկիրները, բեդություններ հիմնեցին, թակավորներ իրենց վրա արին այդ բանին եւ Աստծո արտարությամբ չքալեցին, իրենց անարդարությամբ քալեցին։ Ուրեմն գսե ծերը ստացվածքի գողտվիլը գսե ուրախությամբ ընդունեցիք, գիտնալով որ լավագույն եւ մնայուն ստացվածք ունիք ուր երկինքը։ Այո, այս է մեր հույսը, այս է մեր երջանիկ հույսը։ Մենք երկրի վրա դուներ, բալատներ, տակավորտներ հիմնելու չենք եկած, ընդհանրապես մենք եկած ենք ասել ապրելու որպես բանդուկներ եւ օդարականներ, տապարական չէ, օդարական։ Մենք օդարական ենք, ինչեւ երտանք երկինք մեր դունը։ Գիտեք, հոբի կյանք երբ որ գտեսնենք, հոբը շատ հարուստ մարդ մներ եւ շատ դժվարություններով անցնում, հոբի կյանք պիտի չսերդեն, բայց հոբի գլխում եկածերն դու գիտեք հոբի ինչ է, հոբ 1:21-ի մեջ կսե Մորս արգանցենք գսեր մեր գելա և մեր գարգի երտամ դերը դվավ, դերը արավ, հետո ինչ սա օրնյանը դա դերոչը անունը ուրեմն այս անանյան այս մարդը որ գսե դերը ողորմած է, դերը իրեն շատ ողորմած է, բայց ինքը անողորմ սևով շարժվեցավ, եկավ և խապեց խորեցավ, չկարծեք, որ Անանյան եկավ ուղղակի սխալ մըրավ, այ Պետրոս երակա, գիտես սխալվեցավ, իրի ամբողջ տրոնը, բերեք եսը մորցավ դունը, երտամ բերեկամ, չէ, ազող խոսը գեսը խորեց անոր մասին։ Մարդիկ կան երբ որ մեղքը գործեն, իրենց կսես եղբայր ինչու մեղք գործեն, սատանան խապեց։ Սատանայի վրա մի տներ ամեն բան։ Հա, գիտեք ինքը մեղքի աղ ու աղբյուրն դրա մասին չէ խոսքը, բայց դու արիք ինչու գտաս։ Դու արիք ինչու գտաս եւ դու Թույլ գուդաս, որ մեղքը փոսդիտ մեջ դեղ ունը և կես կրավ է։ Ուրեմն ինչ արավ, սատանան լեցուց իր հոգին և ինքը մեղք գործեց։ Իրենք գուզեին, գիտեք, Հովսեսի պես ժողովուրդը իրենց
ապրեսին, ասեն, ծապարեն, ոտքեն, եկան, Անանյան, Սապիրյան, ժողովուրդ ողջունեք իրենց, ասոնք մեզ համար ինչեր էին, երբ այդպիսի պատկերացումներ ունեն, կամ երևի, չեմ դե, իրենց երևակայությունը ուրիշ է, ասեն իրենց շարժարդեն, գիտեք, 5 դարանի մեջ նաև գտեսնենք այդպիսի դեպքիմը նաև Հեսուի ժամանակ, երբ որ Հեսուն քնած եւ պատերազմներ սկսավ, ուրեմն գսել պատմության մեջ գսել ակարը մեղք կորձեց։ Դեսի բան էր, ասեք շատ մեծ բան չէ։ Քանի հապուսման կողցավ դարձկեց, բայց գսել Իսրայելը մեղք կորձեց, ոչ թե ակարը մեղք կորձեց։ Աստված խոստավ գսել Իսրայելը մեղք կորձեց։ Եկեցին պետք է սուշելա, փոքր մեղքեր պետք չէ աչք ծաղի։ Հետը չխոսինք և հերու ինքը նեղացկոտ մեկն է, որ բանը խոսինք գներվի, մրուտը գգախե, ալև չի կար պաշտապեն, այդ չի կար, տող չի կար։ Ինքը նեղացկոտ է, ինքը հետը, եթե խոս պիտի արած հաջիս, չի կար, տող չի կար, բամը չեմ ծե, տող չի կար։ Այո, ավեդա, բրրախա, խդի լեջին, ավեդա, հանգիստ գնակ։ Այո, ուրեմ պետք է սուշնակ, եկեցի պետք է մաքրուլ է, այս եկեցին իմը չէ, կոնը չէ, դերոչ եկեցին, և պետք է այս եկեցին մաքուր բայն, գիտեք եկեցին մեջ նաև սուշ պետք է լանք արձատասիրությունը։ Աստծո խոսքը գսել ամեն չարյած աղբյուրը արձատասիրությունը, և ինչ գսել շատ կծավեմ այս հավատացյալու մասին կխոսի, և գսել որոնց երին կարտան, որպեսի համար անկիր կինեմ, բայց կարտան, գսել առաջին Դիմոթեոս 6:11, շատ ցավալի համարն է գսել, վասնզի բոլոր չարիքներու արմատը արձատասիրություն է, որում մեկ քանիները հավատացյալու մասին կխոսի, հավատացյալներ մեկ քանիները գսեն անձնադուր եղան, իրենց անձերը նվիրեցին և ինչ եղավ իրենց գլուխը, հավատքեր մորորեցան և ինքզիկնին շատ ցավերով խոցեցին և զգուշանակ արձատասիրություն է։ Հավատացյալներ կան, որ գսիրեն տրամը։ Մեկը վերջերս հետը գխոսեի, ասեն շատ գսիրեն տրամը, հավատացյալ, շատ տրամը գսիրեն։ Վաղսի դեր Այսպես սիրեմ այցելել, որպեսզի շատ տրամը չսիրեմ։ Մարդիկ կան, որ գիտեք, այդպեսի բան կա ուղղակի ցեզի ասելու համար, եթե մենք գարտանք մարդը հագարակ ցևով ինչ կլա, տրամ, այո, մարդ եւ տրամ իրարին շատ կապված են, եկեք ուրեմն զգուշ լինենք արձատասիրության։ Եկեղեցին սրբության վայր է, եկեղեցին Քրիստոսի հարսն է, Բողոս կսեցես գույսի պես նշանեցի, մաքուր գույսի պես նշանեցի, Քրիստոսի մարմինն է, եկեղեցի գլուխը Քրիստոս ինքն է, դժողքի թռները չպիտի գնա հաղթի եկեղեցին, դժողքի խաղերը չգնա եկեղեցին, չգնա, եթե եկեղեցի մեջ ճշմարտությունը կա, իսկ եթե եկեղեցի մեջ ճշմարտությունը չապրի, կարդենք հացերը, ինչ եկեղեցի, ինչ բան, դե եկեղեցի չէ, ադիգա ոչ դարձած է, ոչ թե եկեղեցի, ոչ թե սուրբերու հավաքադեղի կարծերով։ Աստված շատ խիստ սևով արձագանքեց, մեկ անգամ են Անանիային հոգին արավ։ Շատ հավատացյալներ քայքարի, որ երբ այս բանը պատմությունը գարտան գսեն, Աստված շատ խիստ էր, նույն մեղքերը հիմա նույն հավատացյալները կորզեն, ինչու անցյալի մեջ Աստված այնքան խիստ էր, հիմա ոչ, հիմա գալիս աչքը կփակե, հիմա գսել Աստված գսել մագ, շկալ ասի աչքերից փակենք, ընենք իբր թե չտեսանք, ոչ, Աստված չէ փոխված։ Աստված սուրբ Աստված է, անփոփոխ է։ Եթե փոխվի Աստված, ուրեմն ինքը Աստված չմնար։ Մեր Աստված անփոփոխ Աստված է։ Բայց ինչու արձագանքեց այս սևով, որովհետև սիրելիներ, եկեղեցին նոր դժինք է։ Պետք է եկեղեցի հիմքեր ամուր լար։ Շատ ամուր լար, որովհետև այդ շենքի վրա պետք է գառուցվեր եկեղեցին։ Եթե այդ մեղքերով շարժվեր եկեցին, միջեմա եկեցի չեր լար։ Գվերջանար Աստվածային այս պրոջեկտը գվերջանար գկոցվեր։ Աստված շատ խիստ արձագանքեց մեր լավության համար։ Եվ Աստված նույն խստությամբ հիմա է գնային մեղքին, Աստված մեղքի համար մալեշ բարը չի գա։ Աստված մեղքի համար եւ մեղավորին ամեն օր բարգացած է։ Հիմա երթանք Դիգին Մարգարիտային։ Խանոմեն ինչու ուշացավ Բաշտամոկին չեմ գիտեր, ուրեմն Բաշտամոկը սկսած էր, այդ ժամանակվա Բաշտամոկներ երկար էին, հիմա մերվեսը չգնային, 1 ժամից անցած ցույց կտան, ուշացան, դու մի դեպքան, այդ դու դետաս ինչու եկար, որ այդ ժամանակվա Բաշտամոկները շատ երկար են եւ 3 ժամ հետո
եկավ, ուշացած եկավ, մա չեմ դեր ինչ ուշացած եք երևի գմդացեք մայս եկեցին բնեն բոլորը դիպի ծապարեն, իդի սեն պարկ պատիվ կեզի բիդի այլաս, այլաս է կուրի իրասի խանում են աչկերից ճամպատ մնաց, չուր գդրվեցավ, դա գարակ բաներ ունի, գիտեք սուրացին աղդ շատ բաներ ունին, եկավ, երևի կուաֆերի կացերը կամ հապուս բարերը, իդի կա, չեմ դեր բաջարները չէ, բայց ուշացած եկավ, և պատմությունը նուր չուներ, և Պետրոս նույն բանը իրան ասավ, Զապիրա, այս ակարագը, այս կնով ձախեցիք, այո սա, այս ինչ միապանություն էր, լավ է որ մարդու գինը միապանն է, բայց լավ չի ասանք բաներու մեջ միապանն է, սուտ խոսելու մեջ, շատ լավ բան չէ, որ մեր դարբերի մեջ սուտ կա, կամ գեղձավորություն կա, որ ոչ աստվածային վիճակը գա, լավ կլավ, որ թեմը գենակ ատոր, աչկերից չձացվենք, լավ, մեր դուներ պետք է սուրբությամբ լեցվի, ես և դունս Եհովան պիտի բաշխենք, ինչպես պիտի բաշխենք, սդությամբ, գեղձավորությամբ, ճշմարտությամբ, Աստծո հոգիով պիտի բաշխենք, որպեսզի դերը ներկալ է և փառավորվի։ Աստծո խոսքը ինչքան գարտանք մեր հոգիները չի կշտանար։ Եվ երբ որ գարտանք այս դեպքերը գնային գիրեք Սապիրա հետ գլուխը նույն պատմություն եղավ, եւ գսել երբ որ այս բանը եղավ առաջին բանի մեջ 5-րդ համարի մեջ գսել, դարձի 5-րդի մեջ գսել, մեծ վախ մնգավ բոլորի վրա։ Հետո երբ որ Զապիրայի հետ այս բանը եղավ, գսել մեծ վախ մնգավ եկեղեցու վրա եւ նաեւ բոլորի վրա։ Աստված մեզ մաքուր վախով լեցնել։ Իր վախով լեցնել։ Լեցմիկ իր վախով առաջ երթան, որբեսի ետ չմնա։ Ուզեմ ամփոփել Հագիտում 22-15 համարով, գսել, բայց դուրս պիտի մնան անոնք, բայց դուրս պիտի մնան շուները, գախարտները եւ գործիքները ու սպանություն ունողները, ովքեր սպանություն ունողները, ով որ թանակով կսպանեն ոչ։ Մատթեոսի մեջ գսել, եթե մեկը իր եղբորը վիրավոր է, հիմարս է, գիտեք այդ բանը, ինչպիսի բադիժները, անորպես է սպանություն ունողները եւ գրաբաշխները եւ անոնք, որ սդությունը գսիրեն եւ գնեն, դուրս պիտի մնան։ Մենք ներոջը սուրբ զավակներն ենք, մենք աշխարհեն դուրս ելանք, մենք քնվեցանք, մեզ համար մեծ քին վճարվեցավ, մեզի չի վայելեր, աշխարհի խնամությունն է, աշխարհի ունգերանալ, մենք պետք է մերժենք եւ մենք պետք է ճշմարտությունը սիրենք, ճշմարտի հետ երթանք, որպեսզի Հավիդյանից ճշմարտի հետ ապրենք։ Թող դեր օրտնե իր եկեղեցին, մաքուր բահե, դերից շուտով պիտի կա, որպեսզի իր սուրբ սրբված գույս հարսը իր հետը տանի։ Արդյոք ես եւ դու պատրաստ ենք, դերը թող բոլորս պատրաստ ենք։ Ամեն։ Ես սովորությունները նոր բսորվին, գիտեմ որ պետք է հիմա աղոտեմ, երբ աղոտենք, դերոջը արջև կանք, երկնավոր հայր, կեզ կարգ ուդանք, ներգայության համար, սուրբ խոսքիդ ճշմարտության համար, որ այսօր լսեցինք մեր անգամ ևս, օգնի մեզի, որպեսզի ոչ թե լսողներ ընանք, ապա խոսքը կատարողներ ընանք, օգնի մեզի, որպեսզի խոսքով ապրենք դեր, օգնի մեզի այս չար օրերում մեջ, չար ժամանակներում մեջ, չնա որովհետև քեզի արժանքներով ծախենք, քեզի ամուր բռնենք, վինդ բռնենք դեր, մեզի հոգիով լեցու ամեն ժամանակ, ամեն բար, եւ մենք թող որ փոցեքիդ մեջ լավ գործիքներ ունենք, խավարի թեմ պայքարելու, մեղքին ոչ ասելու եւ ինչու՞ չէ դեր փորձացնելու, ինչպես որ դու ուզես։ Օրտնես դեր քո ժողովուրդը այստեղ, սրբված, արյունով քնված ժողովուրդ։ Եվ գաղութեմ հոգիով լեցես բոլորիս եւ մեզի բահես քո շնորհքիդ մեջ, քո խաղաղության մեջ եւ շարունակես մեզի կորձացել քո փառքի տանը։ Ինչը որ դու կաս։ Բոլոր փառքը, բադիվը Գուզենք քեզին բարձրացնել, պիտի խնդրենք ընդունես եւ դու փառավորվես, որին դու արժանես։ Դեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։